210 ուկրաինական դրոն են խոցել ռուսական ուժերը մեկ գիշերվա ընթացքում։ Դաշնության պաշտպանության նախարարության տվյալով Ուկրաինան թիրախավորել է հիմնականում Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի մարզերը, Կրասնոդարի երկրամասն ու Մոսկվայի տարածաշրջանը։ Ուկրաինայի հարվածները հիմնականում Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին են ուղղված։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Սլավյանսկ-նա-Կուբանի նավթավերամշակման գործարանում։ Մի հրդեհ էլ բռնկվել է Ղրիմի արևելքում գտնվող նավթավերամշակման գործարանում, հայտնել է նահանգապետը։ Վենյամին Կոնդրատևի խոսքով մեկ մարդ է զոհվել ուկրաինական դրոնի բեկորներից։ Ուկրաինայի նախագահը տելեգրամում գրել է, որ յուրաքանչյուր հարված մեկ քայլ է դեպի խաղաղություն։ Խոսել է նաև Պուտինը։ Ռոսիա 1-ին տված հարցազրույցում Դաշնության նախագահը խոստովանել է, որ ուկրաինական հարվածների պատճառով Ռուսաստանում վառելիքի պակասորդ կա։ Իհարկե, հարվածները խնդիրներ են ստեղծում մեր ենթակառուցվածքների համար, սա ակնհայտ է։ Այս պահին մենք որոշակի պակաս ենք տեսնում, բայց այն օրասական չէ։ Մի քանի խնդիր կա, որ պետք է լուծենք։ Պետք է արագ և զգալիորեն մեծացնել ամենապահանջված հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը։ Մշտապես կատարելագործել դրանք, համապատասխանեցնելով մարտական գործողությունների պահանջներին։ Պուտինը նաև առաջին անգամ խոսել է Կիևից վերջերս ստացած առաջարկների մասին։ Կրեմլի ղեկավարը թվարկել է դրանցից մի քանիսը։ Օրինակ, փոխադարձաբար հարվածների դադարեցում երկու կողմերի թիկունքում։ Հասկանալի է, թե ինչու է այս առաջարկը արվում, քանի որ մեր պատասխան հարվածները Ուկրաինայի խորքերին շատ ավելի ուժեղ ու կործանարար են Կիևի վարչակարգի համար լուրջ հետևանքներով։ Կիևի հաջորդ առաջարկը ռազմական գործողությունների տեղանքը սահմանափակելու մասին է։ Պուտինի խոսքով Զելենսկին առաջարկում է Մոսկվային կրվել միայն Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում։ Հասկանալի է, թե ինչու է դա առաջարկվում։ Եթե մենք համաձայնենք, դա հնարավորություն կտա Ուկրաինայի զինված ուժերին դուրս բերել իրենց զորքերը Միկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Սումիի մարզերից, ինչպես նաև պետական սահմանի որոշ հատվածներից և այդ ուժերը տեղափոխել այդ տարածքներ։ Հաշվի առնելով անձնակազմի աղետալի պակասը, Ուկրաինայի զինված ուժերը կարծում են, որ սա կարող է իրենց փրկությունը լինել։ Ուկրաինայի փրկությունը Կրեմլի օրակարգում չէ, շեշտել է Պուտինը։ Ռուսական և ուկրաինական տելեգրամալիքների տվյալներով ռուս-ուկրաինական ճակատի ամենաթեժ մարտերը Դոնեցկի Կոստանտինովկա բնակավայրում են ընթանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հարավ զորախմբին հաջողվել է քաղաքում հայտնաբերել ուկրաինական բանակի այն կետը, որտեղից կառավարվում և օդ են բարձրանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Որ Կոստանտինովկայում թեժ է իրավիճակը, հաստատել է Պուտինը։ Կոնստանտինովկայի ուղղությունը Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական պաշտպանության կարևոր հենակետերից մեկի 96%-ը մեր վերահսկողության տակ է։ 4-րդ բրիգադը մաքրում է քաղաքը։ Վլադիմիր Պուտինի խոսքով ռուսական դիրքերը Սումիից 10.5 կիլոմետր հեռավորությամբ են։ Մարիամ Ամերջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։